Էդ ինչ ուժեղ քննարկում եք անում ազգային ժողովում, ժողովուրդ ջան։ Մի հատ տիկին խոսում էր անթույլատրելի բաներից, բարև ախպերս, որ մենք անթույլատրելի բաներ ենք արել եւ այլն եւ այլն։ Ժողովուրդս, ուրեմն սենց մի քանի կարևոր բան ասեմ, սկսեմ նրանից, որ եթե մենք ինչ-որ մի բան լուսաբանել ենք, ուրեմն պետական մարմիններն էլ եղել են մեր կողը, կատարվել է հրավերով ու բնականաբար տեղյակ է եղել այո։ Բննախարարը բնականաբար տեղյակ է եղել նաև։ Պարոն վարչապետը օդից ոչ մի բան չի լինում, իսկ դա եղել է լուսաբանում։ Հիմա ասես մի հատ երկու կարևոր բան ասեմ ձեզ։ Իմ կարծիքը տենց որ տակ աժոտաժ եք գցե, խառնվել եք իրար։ Հա, առաջին հերթին։ Ես բարև ձեզ, Արդիշոպի հովոն եմ, Արդիշոպի հովոն տեսակ է։ Իմ տեսակը երբեք ոչնչով չի կարա փոխվի։ Դա լինում է ներքուս, դա լինում է հոգով։ Իմ կարծիքը տեխնացուների մասին, բոլոր տեխնացուներին ունեմ սիմպաթիա իրանց հանդեպ, որպես մարդ տեսակ։ Հիմա անդե էլի խառնում ինչ ասում, էսի սենց արեց, այնին հենց արեց, այնին հենց արեց։ Յուրաքանչյուր հայ իմ համար քույր է եւ եղբայր։ Էդի չենք մոռանում։ Ոնց ես ասել եմ, էդի միշտ նման ձևով էլ պահում եմ, պահպանում եմ։ Ոչ եկել եմ ձեզ ինչ որ ուղղորդեմ ում ընտրեք, ում չընտրեք։ Ընդամենը եկել եմ փաստեր արձանագրելու։ Ինչը որ տեսել եմ, խոսում եմ, բնականաբար։ Գովալին գովալի է, փնովելին փնովելի է, շարունակելու եմ, անկախ նրանից, որ ժամանակաշրջանը կլինի, ով կլինի վարչապետ։ Ես քանի կամ քանի շնչում եմ, քանի Տերը ինձ կյանք շնորհե, այդքան լինելու եմ Արդիշոպի հովոն։ Այսինքն այդքան պահպանելու եմ իմ տեսակը։ Սիրում եմ, հարգում եմ բոլորիդ, իսկ այն մարդիկ էլ, ովքեր որ թռածի պես բայլուս ձեզ, մտել են նկարներ են դրել, քֆուր են գրել, սենց չեմ ընձի երբեք թույլ տա քֆուր անեմ, բնականաբար։ Այդ թռածներին եք ասեմ, այդքան մեջն այդ ворցություն կա, արեք ռաստվեք դեմ դիմաց ընձի, մնացածը կհասկանանք, ինչը որը որից հետո է։ Մի բան քննարկելուց առաջ էլ, եթե մարդիկ կան չեն գիտակցում քննարկում են, ասում են, որ իմանաք, ինչ կատարվում է թույլատրելի սահմաններում է կատարվում, ինչ որ պիտի տենան մարդիկ, կտենան մարդիկ։ Իմ համար էլ ազգս չի բաժանվում։ Նիկոլականների չի բաժանվում, Սամվել Կարապետյանին ընտրողների չի բաժանվում, Ռոբերտ Քոչարյանին ընտրողների ու մյուս տեխնացուների, բոլորն էլ իմ ազգն են, ու բոլոր տեխնացուների հանդեպ էլ ունեմ յուրովի հարգանք։ Այս պահին այսքան բան, այս ոչ թե նախընտրական քարոզարշավ է, այլ տեսակ, որը որ ես ունեմ ու երբ որ ինչ-որ մի բան կա, որ պիտի լուսաբանվի, որ մարդիկ էլ իմանան, լուսաբանվելու է, մարդիկ էլ իմանալու են։ Մնացածը կշարունակենք մյուս վիդեոներով։